Հիսուս ծնվեց և հայտնվեցավ։ Ամեն, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ լինի մեր Տիրոջ ծնունդը։ Իսկ գիտես ինչա տալիս Տիրոջ ծնունդը մեզ, սիրելիներս։ Ամեն հավատացողին Տիրոջ ծնունդը տալիս է հույս, հավատք, սեր, ամեն, որովհետև այս կյանքը, այս աշխարհը ժամանակավոր է։ Ամեն ինչ, թե թագավորել լինես, թե ծառա լինես, ժամանակավոր է, անցնելու է, շատ արագ։ Գալիս է տարիներ, երեք զումով ասեցի մեր ժողովրդին, գիտես հայկական սենց խոսք ասում է մարդը, տղամարդը, հայ տղամարդը ինքը պետք է տուն շինի, ծառ տնկի և տղա ունենա։ Ես այդ բոլորը արել եմ։ Հիմա տղաս էլ առանձին է ապրում։ Գիտես մի բան հայտնություն եմ ստանում, որ ամեն մարդ էլ անում է այն, ինչի համար որ ծնվել է եկել այս աշխարհ։ Բայց գալիս է ժամանակ, որ դու զգում ես, որ քո կյանքը ավարտվում է։ Եվ անհավատները չունեն հույս։ Բայց մեր Տիրոջ ծնունդը մեզ հույս է տալի, որ մեր կյանքը չի ավարտվում։ Մենք տեղափոխվում ենք կյանքից դեպի կյանք։ Ամեն, կյանքից դեպի հավիտենական կյանք։ Հենց այս է մեր Տիրոջ ծնունդը, որ մեզ հույս է տալի։ Մեծերը, ասենք 70+, իրանք զգում են արդեն, որ ավարտվել է, ավարտվում է ավելի ճիշտ, մոտենում է ավարտին իրանց կյանքը, բայց ես ունեմ խոսք քեզ համար, որ հույս կա, հավատք կա և սեր կա, մեր Տերը սեր է, ծնվել է, որ մեր սրտերի մեջ սեր բերի, ամեն, որ մենք սիրով լցվենք, որ մենք փրկության հույս ունենանք, որ մենք հավատքով ապրենք, այդ դրա համար է Տերը ծնվել։ Մեր հով Արտուր Սիմոնյանը մի հատ լավ խոսք ունի, ասում է, որ Հիսուսը ծնվել է, մահացել է, հարություն է առել, դա պատմություն է, դա բոլորը գիտեն։ Բայց որ Հիսուսը ծնվում է քո կյանքի, քո սրտի մեջ, դա արդեն քո կյանքն է։ Պատմությունը գրում է, որ Հիսուսը ծնվել է, դա ընդհանուր է, բայց եթե քո համար է ծնվում, քո սրտում, քո կյանքում, դա կյանք է քեզ համար։ Դրա համար փառք Հիսուսին։ Թույլ տուր, որ Հիսուսը քո սրտի մեջ ծնվի, ապրի, հավատա Քրիստոսին, ապրի Քրիստոսով։ Եկեք սրտանց գանք Տիրոջ առաջ, շնորհակալությամբ, երախտագիտությամբ, որ Տերը ծնվել է, որովհետև Աստծո խոսքը ասում է, որ Աստված այնպես սիրեց մեզ, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն հավատացող կյանք ունենա։ Ուրեմն բերեք հավատանք։ Եվ Աստված իր սերը մեզ ցույց տվեց հենց դրանով, որ մենք մեռած ենք մեղքերի մեջ, բայց նա իր որդուն նաև զոհաբերեց, որ մեզ սրբի և փրկի։ Հավատում ես սրան։ Ուրեմն դու օրհնյալ մարդ ես, Տերը քեզ շատ օրհնի։ Եկեք սկսենք սրտանց երկրպագել ու փառավորել Տիրոջը։ Աստված օրհնի ձեզ։ Ամեն, ամեն, փառք մեր Աստծուն, ամեն։ Օրհնյալ է մեր Տիրոջ ծնունդը, օրհնյալ է մեր հզոր Տերը։ Գրված է և ասում է, որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց և իշխանություն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր և խաղաղության իշխան։ Հալելույա։ Աստված, գործեր քեզ անդադար, վերստի քո փրկության համար, քո սիրո մասին մենք կերգենք, քո անունը կմեծարենք։ Ով Աստված, գործեր քեզ անդադար, վերստի քո փրկության համար, քո սիրո մասին մենք կերգենք, քո անունը լցրենք։ Ուրախացիր ողջ երկիր
Փառաբան ենք քո ծնունդը իմ Աստված Օրհնյալ ես իմ Տեր ու փառավոր ես Հիսուս Ցնծավող ծրտով Տերերի Տիրոջ արքաների արքայի քո միակ փրկչի առջև Հալելույա Արդարություն
Փառքը քեզ Հիսուս։ Ողջ մեծարանքը Տեր լինի քո սուրբ եւ զորավոր անվանը իմ Տեր։ Փառավոր եւ հզոր Աստված։ Զորությունների Աստվածն ես իմ Տեր։ Հալելույա Տեր, շնորհակալ ենք իմ Աստված։ Շնորհակալ ենք Տեր, որ քո ծնունդը փոխել է բոլորիս կյանքը իմ Տեր։ Օրհնյալ Աստված, զորավոր Աստված, դու ես ալֆան եւ օմեգան իմ Տեր, դու սկիզբն ու վերջն ես Հիսուս։ Իմ Տեր, որ դու այնպես սիրեցիր աշխարհը, որ քո միածին որդուն տվեցիր, որով որ հավատա չմեռնի, այլ հավիտյան ապրի։ Փառք քեզ, երկինքներ ստեղծող եւ հիմնող Արարիչ Աստված։ Շնորհակալություն ենք հայտնում Որդի Աստծուն, որ հնազանդվեց հոր կամքը կատարելու։
որ հոժարվեց երկիր իջնել, թողնելով երկնային փառած կյանքը, մարդացավ եւ իմ ու քո փոխարեն իր կյանքը դնելով համայն մարդկության փրկությունը բերեց։ Փառք ես Հիսուս սիրելի, խոնարհվում ենք քո մեծ ու թանկագին անվան առջև եւ շնորհակալություն ենք հայտնում Սուրբ Հոգի Աստծուն, որ մեր մեջ է, որ մեզ հավաքել է, որ մեզ հետ ամեն ժամանակ եւ սովորացնում, մխիթարում ու ուսուցանում է։ Եվ այսօր խնդրում ենք Սուրբ Հոգի, որ գործես, որ շարժվես, որ կենթանի հավատքի պարգևը դրսևորվի մեր մեջ, որ հավատանք, որ հոբելյարը ներկա է, որ սա տոնախմբություն է, որ սա խնջույք է, Աստծո որդին է ծնվել։ Փառք ես Տեր, Սուրբ Հոգի, թող քո ուրախությունը, կատարյալ ուրախության պտուղը փոքրից մինչև մեծը պարուրվի, թող զգանք ու վերապրենք Տեր։ Ներկա չենք եղել 2000 տարի առաջ, բայց Աստծո նախասահմանության մեջ ենք եղել եւ այսօր ունենք այդ իրավունքը Հիսուս Քրիստոսի արյունով հավաքվելու մեկտեղ, մեծարելու մեր Տիրոջը եւ Տերը ներկա է։ Խնդրում ենք քեզ, խաղաղության իշխան, սրբության հայր, ուղղորդիր մեր ոտքերը ճշմարտության մոտենալու քո շնորհած աթոռին, խոնարհվելու քո առաջ եւ արժանավուն երկրպագելու քեզ Տեր, որ դու հավանես Հիսուս սիրելի, փառք ես Տեր, եւ որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է, որտեղ որ Տերը ներկա է, այնտեղ խավարը չքվում է, հիվանդությունը արմատից չորանում է, եւ ամեն տկարները զորանում են, լցվում է Աստծո հոգին, հորդում է եւ չորացած անապատը ծաղկում է։ Չկա խնդիր, չկա անլուծելի իրավիճակ, հավատքով կանգնող ժողովուրդը Տիրոջ ներկայության մեջ վերցնում է, որովհետեւ մենք ստացանք եւ կատարվեցավ ամեն բան եւ թող քո կամքը լինի։ Փառք ես Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Հալելույա, ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին, ամեն։ Փառք ես Տերես, ողջ փառքերը քեզ լինի, շնորհակալություն Հիսուս։ Հին ուխտում կնոջ մեղքի պատճառով գործած աշխարհը գնաց մեղքի մեջ եւ խավարը տիրեց։ Նոր ուխտում կույս Մայրամի միջոցով Աստված նրա կայացրած ճիշտ որոշման արդյունքում իր որդին ուղարկեց։ Լույսը եկավ, որ մենք խավարում չմնանք։ Փառք Աստծուն հին ուխտի համար, բայց մեզ համար գրվեց նոր ուխտը։ Նոր սկիզբ ազդարարվեց։ Շնորհակալություն Հիսուս, որ Մատթեոս ավետարանիչը սկսեց հենց Հիսուսի ծնունդով։ Շնորհակալ ենք Տեր։ Եվ Հիսուս մանուկը պիտի ծնվեր։ Մայրամը հնազանդվեց, որոշումը կայացվեց, բայց Հովսեփը որոշեց, որ լռության մեջ արձակի, հետ քաշվի, բայց Աստված չթողեց, որ նույն Ադամի սխալը կրկնվեր եւ հայտնվեց ու Հովսեփին ասեց. «Մի արձակիր կնոջդ, մի վախեցիր նրան քեզ մոտ կին առնելու, որովհետեւ նրա պտուղը Սուրբ Հոգուց է։ Պահիր եւ պաշտպանիր եւ հոգա նրանց մասին»։ Ու Հիսուսի ծննդյան օրերի ժամանակ Օգոստոս կայսրը մարդահամար սկսեց երկրում ու մեծ իրարանցում ու խառնաշփոթ սկսվեց։ Ամեն մեկը վերադառնում էր իր քաղաքը։ Զբաղված էին մարդիկ։ Մեր օրերում ես տեսա այդ ամենը, երբ որ Արցախահայությունը տեղահանվեց, ռուսները եկան շատ Հայաստան ու վարձավճարով տրվող բնակարանների գները ոնց բարձացան։ Քաղաքի աղմուկը եւ փողի շահամոլության այդ ցանկությունը աշխատելու վաստակելու կուրացրեց Երուսաղեմի բնակիչներին։ Աստծո որդին ծնվում էր, փրկիչը ծնվում էր, երկնքի թագավորը արքան ծնվում էր, իջևանատանը ոչ մի տեղ չգտնվեցավ, բոլոր դռները փակ էին։
միայն իջևանատերը առաջարկեց գոմը։ Եվ Հիսուս ծնվեց։ Բայց ժողովուրդը փակ էր։ Եվ հրեշտակը ավետիս էր բերում, ուրախ լուր էր բերում, պիտի հայտներ, որ փրկիչն ա ծնվել, լսող չկար։ Միայն հովիվները, որ առանձնացված էին, գրված է խաղաղ լուր գիշեր էր, չկար աղմուկ, չկար հարստության, այդ միտումները, ամեն բան հանգիստ վիճակ էր, եւ հրեշտակը հայտնվեց հովիվներին։ Ավետիսը հայտնեց։ Եվ հովիվների աչքերը բացվեցին ու իրանք տեսան ոչ միայն այդ հրեշտակին, այլև մի հոծ զորք երկնքից իջած ոնց էին փառաբանում օրհներգում Տիրոջ գալուստն էին ավետում։ Եվ հովիվները երբ որ տեսան, լսեցին Տիրոջ ներկայության մեջ, չես կարող անշարժ կանգնել։ Հավատքը դա շարժում է, ասեցին եկեք գնանք ու տեսնենք, այն ինչ որ լսեցինք ու տեսանք, ու գնացին, հոգին առաջնորդեց, տարավ ուղիղ հենց Բեթղեհեմ իջան, գտան այն տունը, որտեղ որ իրենց ասված էր, կգտնեք մանկանը խանձարորի մեջ փաթաթված, մսուրի մեջ դրված, եւ իրանք պատմեցին, տեսնող, լսող, զգացող մարդը չի կարող լռել, իրանք տեղից դուրս եկան ու քաղաքին պատմում էին, մարդիկ լսում ու ընդամենը զարմանում էին, բայց ոչինչ չէր տեղի ունենում, դրանք առաջի այցելուներն էին, որ Սուրբ Ծնունդին մասնակցեցին, փառք նրանց համար, իսկ Մատթեոս 2-րդ գլխում սկսվում է մոգերի այցով, մոգերը դրանք հեթանոսներն էին, հեռավոր արևելքի 3 թագավորության 3 իմաստուններ, որոնք սպասում էին հրյաների փրկչի ծնունդին, որոնք հետևում էին ու նրանք տեսան վառվող աստղը, պայծառ աստղը երկնքում, աստղը հայտնության 2-րդ գլուխ 28 խոսքում ասում է, որ հենց Հիսուսն էր, առավոտյան պայծառ աստղը, եւ Հիսուս շարժվում էր այդ լույսի միջոցով, ու մոգերը լույսին հետևեցին, այն ժամանակ միգուցե չկար կողմնացույց, մենք հիմա ունենք GPS, բայց այն ժամանակ Հիսուսն էր իրական շարժվող ուժը, որ ուղարկեց նրանք դուրս եկան, ու եկան, մեկ շաբաթվա ճանապարհ չէր, մեկ ամսվա ճանապարհ չէր, բայց եկան, որովհետև լույսը նրանց հովանի էր, ապահովություն էր, նրանք թանկարժեք զարդերով էին եկել, քաղաքից քաղաք էին անցնում, բայց Տերը պահեց նրանց չար մարդկանցից, ավազակային հարձակումներից, ու իրանք հասան Երուսաղեմ, թագավորին հարցրեցին, որտեղ է ծնվել հրյաների թագավորը, մենք եկել ենք նրան փառաբանելու, երկրպագելու, թագավորը խռովեց, ու ինչ արեց, կանչեց բոլոր քահանաներին, կանչեց բոլոր դպիրներին, հարցրեց, ասեցին գրված է, որ Բեթղեհեմում պետք է ծնվի Դավթի որդին, գիրը եւ կրոնը սպանում են, բայց հավատքը, կյանքը, դա շարժունակություն է, դա գործողություն է, որ իրանք տեսան, քայլարեցին, եկան, ասեցին, բայց մարդիկ չուզեցին, հեշտ չի արևելքից հասնել Երուսաղեմ, բայց հեշտ էր Երուսաղեմից Բեթղեհեմ գնալ, փնտրել մանուկին, տեսնել, համոզվել, երկրպագել ու պաշտել, բայց նրանք այդ քայլը չարեցին, մոգերին շարժվող լույսը բերեց մինչև վերջ, նպատակակետին հասցրեց եւ կանգնեց այդ լույսը այն տան վերևում, որտեղ որ հենց մանուկն էր, ու իրենք մտան ներս, չկար պալատ, չկար թագավորական թագ, բայց Աստծո ներկայության մեջ, հոգու ներկայության մեջ նրանք ծնրադրեցին, նրանք խոնարհվեցին արքաների արքայի առաջ ու բացեցին իրենց բոլոր ընծաները։ Այսօր մեզ Աստվածաշունչը համարում է իմաստուններ, որովհետև մենք հավատացինք լույսին, մենք հետևեցինք լույսին, մենք պաշտում ենք մեր Աստծուն եւ մենք տոնում ենք մեր Աստծո ծնունդը մեր կյանքերում, մեր իրավիճակների մեջ, ամեն։
խավարի մեջ ենք իմ արքա։ Բայց քո հետ եւ քո ճանապարհների վրա մենք ունենք ամեն բան քեզանով իմ արքա։ Շնորհակալություն ու գոհություն քեզ, Բարձրյալ Աստված, որ այսօր ծնվեցիր։ Շնորհակալություն ու գոհություն քեզ, Տեր, որ դու այսօր եկար աշխարհ, որպեսի փրկես մեզ, Տեր։ Քո այրան գնով գնեցիր ամեն մեկիս Հիսուս, եւ մենք այսօր նորից ու կրկին եւ բազում անգամներ քո խորանի մեջ հավաքվել ենք ու հավաքվելու ենք, Տեր։ Պիտի գովերքենք քեզ, պիտի սաղմոս ասենք քեզ ու քո հրաշալի անվանը իմ արքա, եւ պիտի ասենք, այո, պիտի ասենք, զորած Տերը մեզ հետ է, Հակոբի Աստվածը մեզ համար ապաստան է, եւ ամեն ժամանակ պիտի փառքեր բարձրացնենք քո գահը, Տեր, եւ ասենք, շնորհակալություն, գոհություն ու փառք քեզ, Տեր, որ դու այստեղ ես ու մեզ հետ ես, Հիսուս։ Շնորհակալություն, փառք, փառք, փառք ամենակարող Աստծուն։ Այո, գոհություն ու փառք Աստծուն ամբողջ 2025 թվականի համար։ Սիրելիս, մենք օրհնված էինք 25 թվականին։ Բոլորս օրհնված էինք Աստծով։ Ամեն։ Մենք ասում ենք շնորհակալություն քեզ Հիսուս անցած տարվա համար։ Եվ ասում ենք շնորհակալություն Հիսուս քեզ գալիք այս նոր տարվա համար։ Մենք մեր այս տարվա բոլոր օրերը հանձնում ենք Քրիստոսի ձեռքերի մեջ եւ ասում ենք Հիսուս, այս տարվա ամեն օրվա մեջ մեր հետ ծնվիր մեր մեջ։ Սովորեցրու մեզ ճիշտ քայլել քո ճանապարհներով, Հիսուս։ Երբ հուսահատված լինենք իմ արքա, թող քո զորություն իջնի ամեն մեկիս մեջ։ Երբ ֆինանսական խնդիրներ ունենանք, Տեր, մենք գիտենք, դու օրհնության դռներ բացող Աստված ես։ Դու մեզ օրհնող Աստվածն ես։ Մենք պիտի քայլենք քո հետ, պիտի գնանք առաջ եւ պիտի ավետարանի բարի լուրը տարածենք ու աշխարհին ասենք. Հիսուսը ծնվեց, սիրելիս, որ դու այսօր հավիտենության ժառանգորդ լինես։ Փառք Աստծուն նրա ծննդի համար, փառք Աստծուն այս հրաշալի փառաբանության համար։ Նրանցից յուրաքանչյուրը մեծ գանձ է, սիրելիս, նրանց ձայնը ծառայում է Տիրոջը։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար Աստծո տան մեջ։ Սիրելիս, այսօրվա մեր ծառայությունը մի փոքր կտարբերվի ամեն անգամվա ծառայությունից։ Չէ՞ որ այսօր էլ տարբերվող օր է մեզ համար։ Այսօր Քրիստոսն է ծնվել։ Եվ նրա փառքի համար պիտի անենք ամեն բան։ Պիտի աշխատենք թիմով, պիտի կերտենք պատմություն Տիրոջ համար այստեղ, որպեսզի նա այնտեղ, որ երկնքում է, փառավորվի։ Եվ ես ուզում եմ փառաբանության ասելով շնորհակալություն նրանք զբաղեցնեն իրենց տեղը թանկ Տիրոջ տան մեջ։ Փառք Աստծուն ձեզ համար։ Եվ ուզում եմ այստեղ հրավիրել մեր այսօրվա ծառայությունը ներկայացնող թիմին եւ ասել. Աստված ձեզ օրհնի, զորացնի եւ այն ամենը, ինչ որ պատրաստել ենք, որպիսի դու սիրելիս վայելես, թող Տիրոջ կամքի մեջ լինի։ Փառք Աստծուն։ Խնդրեմ սիրելիներս։ Սուրբը ծնվեց, աշխարհ եկավ, ու իր ծննդով անսահման երշանկությունը աշխարհ բերեց։ Րոպեները նա մի կյանքի օրնեց իր ծննդով, բարությունը անսահման սեր մեզ ավետեց, ընտիրանոտ մեզ դարձրեց իր ծննդով։ Ծնվեց այսօր Սուրբ Արդար, նա Սուրբը մեր Աստված անպարտ, երանելի դառնանք նրա կամքով, ցնցանք փառքով Աստծո առաջ։ Բարև բոլորին, մենք Արմավիրի կյանքի խոսք եկեղեցու մանուկներն ենք, մենք Հիսուսի զավակներն ենք, եւ Հիսուսը մեզ շատ է սիրում։ Այո, մենք Հիսուսի զավակներն ենք եւ Հիսուսին շատ ենք սիրում եւ ծնված օրվանից բնակվում ենք Աստծո տան մեջ։ Իդեպ Զարա, դու որտեղից ես լսել Հիսուսի մասին։ Հիսուսի մասին ես լսել եմ իմ ծնողներից, տատիկից եւ մայրիկից։ Նրանք շատ են պատմում Հիսուսի մասին։ Նաեւ մանկական ծառայության ժամանակ շատ եմ լսել Հիսուսի մասին։ Ճիշտ է Զարա ջան, մենք եկեղեցուն ունենք շատ լավ մանկական ծառայություն, որտեղ մեզ դասիրակում են կիրթ եւ իսկական քրիստոնյաներ։ Այո, դու ճիշտ ես ընկերուհի, շնորհակալություն մեր ավակ ընկերների համար։ Իդեպ բան է, արի այսօրվա ծառայությունը երկուսով վարենք։ Վայ, չէ Զարա, հիմա չէ, մի քանի տարի անց հաստատ կվարենք, բայց հիմա արի շնորհավոր ենք Սուրբ Ծնունդը ու ծառայությունը հանձնենք մեր ավակ ընկերներին։ Լավ, համոզեցիր։
Ասա Լույս ջան, ինչ թեմայից։ Գիտես, որ այսօր մեր Հիսուս Քրիստոսի լույս աշխարհ գալու օրն է։ Այո, գիտեմ։ Այսօր Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն է։ Նրա ծնունդով ազդարարվեց, որ մենք ազատ ենք մեղքից ու անեծքից։ Նա այսօր իր ծնունդով մեր կյանք բերեց իր աննկարագրելի ներկայությունը։ Ամեն, համաձայն եմ քեզ հետ Անջան, բայց նաև ուզում եմ լույս աշխարհ գալ արտահայտության իմաստը մեկնաբանենք։ Իհարկե, լույսը Հիսուսն է։ Նա այսօր լույս աշխարհ եկավ, այսինքն լույսը եկավ աշխարհ, որ մեր կյանքը լցնի իր կենդանությամբ։ Ամեն, ճիշտ ես Անջան։ Նա Հիսուսը, որ այսօր ծնվեց, որ մենք ճանաչենք նրան, որ նրա արդարությունը դառնա մեր արդարությունը եւ նրա հնազանդությունը դառնա մեր հնազանդությունը։ Նա այսօր ծնվեց, սիրելիս, եւ հենց հիմա, այո, հենց հիմա, այս պահին կանգնած թակում է քո սրտի դուռը։ Եթե բացես այն, Քրիստոսը ներս կմտնի ու կդառնա սրտիդ, մտքիդ, շնչիդ տերն ու փրկիչը եւ կլինես լուսավորված ու օրհնված։ Ամեն, այո, սիրելիս, բացիր սրտիդ դուռը, նրան ներս հրավիրիր։ Միգուցե վաղը արդեն ուշ լինի։ Եկեք բարձր, շատ բարձր ծափահարենք նրան։ Լույս, գիտես չէ, լույսն աշխարհ եկավ բոլորիս համար, բայց երբեմն ավետարանում ենք ու կան շատ մարդիկ, որ ասում են, որ իրենց համար արդեն ուշ է։ Ինչ կարծիքի ես, այդպես է։ Ամենան, այո, համամիտ եմ քեզ հետ։ Երբեմն ավետարանելիս նման բաներ լսում ենք, բայց դա իհարկե մարդկային մտածելակերպ է, ոչ աստվածային։ Որովհետև Աստված ասում է, որ նա սպասում է մեր բոլորի ապաշխարությանն ու իր գիրք վերադարձին։ Մեր հոր տան դռները միշտ բաց են բոլոր տարիքի մարդկանց համար, որովհետև նա անաչառ Աստված է։ Իհարկե դա ճիշտ է։ Ավետարանը ասում է, որ մեր հայրը մեզ սիրում է ամեն ժամանակ եւ միշտ մեզ սպասում է գրկաբաց։ Ուրեմն թող այսօր Աստծո լույսը, Հիսուսը ծնվի մեր մեջ, նրա լույսի շողերը թափանցեն մեր շնչի մեջ, արմատավորվեն մեր սրտերում եւ ապաշխարության հոգին լցնի մարդկանց ու մարդկանց միջոցով գնա աշխարհ։ Ողողի աշխարհի անշունչ մարմինները, բժշկի խաբված հոգիները ու նրանք դառնան դեպի Տերը եւ հռչակեն, որ նա է միակ եւ ճշմարիտ հավիտենականության հայրը։ Եվ ամենակարևորը, որ ամեն անձ ցանկացած տարիքում լինի մանուկ, պատանի թե ծեր, միևնույն է, Աստծուն գալու համար երբեք էլ ուշ չէ, սիրելիս։ Այո, ուզում եք համոզվել, նայեք ձեր կողքին նստած մարդուն։ Նա կամ քեզանից կամ մեծ է, կամ փոքր, կամ էլ երջանիկ պատահականությամբ քո տարիքին է։ Կարևոր չէ։ Կարևորն այն է, որ նա քեզ հետ է, քո կողքին եւ ձեր ընդհանուր հոր տանն է։ Ամեն։ Եվ հաստատ մեզանից քչերը գիտեն, թե նա որ տարիքում է հանդիպել։ Ամեն։ Ամեն։ Այո, մեր եկեղեցում այսօր կա հրաշալի սերունդ, ում գենետիկան սերում է Քրիստոսից, եւ եթե նրանք Քրիստոսինն են, ուրեմն լույս են։ Այո, լույսի որդիներ ջան, շնորհավոր։ Սուրբ ծնունդ։ Լույս, արի մեր քույրերի եւ եղբայրների հետ հարմար տեղավորվենք դահլիճում եւ դիտենք, թե որքան հրաշալի սերունդ է բարձրանում մեր եկեղեցում։ Հազիվ հավաքվել էինք։ Տենանք տեղեք սովորել։ Լզանգեք։ Շիրա, ում է։ Hesa եկանք աղբերես։ Yarım kaldık, bence sen yataktık. Çamur rengi köpekler, üstü karla kaplı. Kiralar pahalı. Ay, աղբերես։ Պատրաստ բարակ չենք մնամ։ Երեխեք հիմա անկապով այդ պիտեմ հուսալով անցնելու փասնալ։ Yapınca bildi sözüm panç olmuyor artık. Բան չէ, ձեզ ենք սասեն։ Կներեքնես մեկ մի քիչ ուսական հացի։ Ինչ կալավ։ Միշտ է ճիշտ է տրական։ Ինչ է։ Հասկացա արդեն։ Լավ էլ երեխեք։ Չգիտեք, որ չի կարելի։ Լավ է լուսով։ Լավ լուսով մի անգամ նայեցի։ Հազիվ հավաքվել ենք ծնողներս էստեղ չեն։ Չէ, երեխեք, այդ կապ չունի։ Չի կարելի։
Կան միացի մեզ։ Մեր հովիվն նա լավ խոսք ունի, չէ, ասում է, բոբոքի մեջ էլ մտնենք, Աստված մեզ տեսնում է։ Հիմա ուր է լինենք, կապ չունի մեր ծնողները, եթե չեն տեսնում, Աստված ներկա է այստեղ։ Մենք ինչի համար ենք պայմանավորվել, որ պետքա գանք, nստենք, շփվենք մի քիչ։ Ինչ է կարող։ Kiralar pahalı diye ölmek istiyoruz çünkü. Երեխեք ինչ եմ վերել, նոր լեվել եմ ելել։ Էսա։ Սա իշոչում քնե, աշեմ կերե, բացրասել եմ։ Մեզանից անցել ես, հա։ Մենք ոնց ենք այդքան հելնելու։ Ոչ քեզ է կողքեմ կանցնես։ Լավ։ Մաման բան չի ասել, որ այդքան խաղացել է։ Խափի ասել եմ 10 եմ արել, մեկը հիմա չարով արի, դեն 10 եմ արել։ Մենք չենք կարող փոխել ժամանային։ Վայ Նարեկ, դու որ սա գիշեր չես քնել մի հատ այդ խաղի համար, մի հատ այդ ծնողներին խաբել ես, ու հիմա եկել ես այս ամեն ինչը երեխեքին ես սովորացնում, չի կարելի, երեխեք սուտ խոսալ չի կարելի։ Հիսուսը որ այսօր ծնվեց, հիմա այս ամեն ինչը տեսնում է, Նարեկ, տեսնում է, քեզ հասկանում որ չի կարելի տեսնել։ Երեխեք խաբվեք էլի, եկեք մի հատ բոլորս որոշում կայացնենք, ապաշխարենք մի հատ Աստծո առաջ։ Որովհետև այսօր մենք ծխախոտ օգտագործեցինք, խմիչք օգտագործեցինք, ստել սովորեցինք, չի կարելի, այս ամեն ինչը մեղք է։ Եկեք մի հատ բոլորով որոշում կայացնենք ու ճշմարտապես ապաշխարենք Աստծո առաջ։ Ոյ երեխեք, իսնեն ճիշտ ասում, մեր մամաները ամեն օր մեր համար աղոթում են, որ մենք դարձի գանք, բայց մենք միևնույնը ամեն օր վատ գործերի մեջ ենք, եկեք սթափվենք ի վերջո։ Երեխեք, ես մի տեսակ համաչեցի։ Երեխեք, իսնեն ճիշտ ասում, եկեք միավորվենք։ Այո, քո որոշումից է կախված քո կյանքը։ Այո, եթե այսօր թույլ տաս, որ Հիսուսը, ով այսօր կրկին թակում է քո սրտի դուռը, ներս գա քո կյանք, կյանքդ կփոխվի, լույսը կգա քո կյանք եւ կյանքդ կլուսավորվի։ Այո, մեր պատանիներն էլ որոշում կայացրեցին, նրանք ընտրեցին Հիսուսին, ամեն։ Թող նրանց որոշումը լինի անխախտ, Աստծուն փառավորող եւ նրանց կյանքերը լինի օրհնված։ Եկեք միասին ճաշակենք նրանց որոշման քաղցր պտուղը։ Աստծո
հետ է միշտ մեր պայքարում աշակերտները մոտեցան Հիսուսին եւ ասացին նրան. Հայր, սովորեցրու մեզ աղոթել։
Իսկ նա շրջվեց դեպի իր աշակերտները ու ասաց նրանց. աղոթեք այսպես. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի անունը քո, թող գա քո արքայությունը, թող լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրյա հացը այսօր էլ մեզ տուր եւ մեզ ների մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտք եղողներին, ու մեզ փորձության մի տանի, ապա չարից ազատիր, քանի որ քոնն է, թագավորությունը, զորությունն ու փառքը, հավիտյանս, հավիտենից ամեն։ Նկատեցիք չէ, թե ինչքան հրաշալի պատանեկան ծառայություն ունենք եկեղեցում։ Աստծո գանձերն են մեծանում լցված Աստծո հոգով։ Այո, ճիշտ ես, նրանք եկեղեցում մանկուց լսում են Աստծո խոսքը և մեծանում Աստծո խոսքի մեջ։ Թող Աստված զորացնի նրանց և լցնի իր գերբնականով և հաստատ պահի նրանց ու իրենց ծնողներին Աստծո կամքի մեջ։ Ամեն։ Իսկ պատանիների կատարումից հետո վերջնականապես համոզվեցինք, որ Աստված ընտրել է նրանց, որ նրանք փառավոր են նրա սուրբ անունը։ Այո, փառավոր են Աստծուն իրենց ձայնով, իրենց վարքով, իրենց ավետարանչությամբ, որպես աղ ու լույս լինելով այս աշխարհում։ Ամեն։ Դե ինչ անգնանք առաջ։ Իհարկե, շարունակենք մեր այսօրվա Սուրբ Ծննդյան ծառայությունն ու ներկայացնենք հաջորդ սերնդին, ովքեր նույնպես ընտրել են Հիսուսին։ Ամեն։ Մեր եկեղեցու երիտասարդները շատ ակտիվ ծառայում են Աստծուն։ Նրանց կտեսնենք փառաբանության ծառայության մեջ, խոսքի ծառայության մեջ, ավետարանչության ծառայության մեջ եւ այսպես շարունակ։ Այո, դու ճիշտ ես, Լույս ջան, նրանք նույնպես աղ ու լույս են աշխարհի մեջ։ Ամեն։ Այս անգամ նրանք ընտրել էին ավետարանչության մի յուրօրինակ եւ տարբերվող միջոց։ Պատմեմ ան։ Իհարկե ոչ, մենք կդիտենք տեսանյութն ու կտեսնենք նրանց ծառայությունը, բայց գիտես որն է ամենակարևորը։ Որը։ Որ նրանց օրը ավարտվում է ավետարանը կարդալով։ Փառք Տիրոջը։ Լավ, արի նստենք մեր քույրերի ու եղբայրների հետ միասին ու վայելենք նրանց տարբերվող ծառայությունը։ Գնացինք։ Я надеюсь на тебя, поднимаю я крылья вновь, побегу и не устану, я пойду и не утомлюсь. Я надеюсь на тебя, поднимаю я крылья вновь, побегу и
Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը իր ուսերի վրա կլինի, եւ կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր եւ խաղաղության իշխան։ Փառք Հիսուսին մեր մանուկների, պատանիների ու երիտասարդների համար։ Ամեն, փառք ամենակարող Աստծուն։ Ամեն։ Ան հիմա կմտածեն ու կասեն, թե պատանի են, երիտասարդ են, ջահել են, դրա համար էլ տենց ծառայում են Աստծուն։ Հեսա հենց մեծացանք, սկսեն արդեն քիչ ծառայելու նմանատիպ բաներ, չէ՞։ Հնարավոր է։ Իզուր են մտածում։ Դու հիշում ես, որ սկզբից խոսում ենք այն սերնդի մասին, որ մեծանում է մեր եկեղեցում։ Այո, իհարկե հիշում եմ, ինչպես կարելի է նման հրաշալի միտքը մոռանալ։ Բա Անի ջան,
Արի տեսնենք, թե ինչ հրաշալի 50 եւ ավելի տարիքի քույրեր ու եղբայրներ ունենք եկեղեցում, ովքեր Աստծո թանկագին գոհարներն են։ Եկեք միասին տեսնենք։ Ներջան, մենք արմավիրի կյանքի խոսք եկեղեցու քույրիկներն ենք։ Այո, մենք ծառայում ենք Տիրոջը եւ ապաշխարում ենք Հիսուսին։ Մենք ապաշխարել ենք 50 պլյուս ավելի տարիքում։ Ես կարծում եմ, որ դա ուշ չի ապաշխարության համար։ Իսկ ինչ ես կարծում այդ աջան տարիքը նշանակություն ունի ապաշխարության համար։ Իհարկե առաջանուշ չի, որ տարիքում է, որ մենք ապաշխարենք։ Մեր Աստված սպասում է յուրաքանչյուր տարիքում, թե մեծ տարիքում, թե երիտասարդ, թե մանուկ տարիքում։ Դրա համար բոլորս դրիս ջանք անենք, որ ապաշխարենք Տիրոջը մոտենալու համար։ Այդա Գուրջան, ես հիշում եմ, որ դու երկինքն ես տեսել, երկինքն ես ժառանգել։ Մի փոքր կպատմես քո այդ զգացողությունների մասին։ Տիրոջը շնորհակալ եմ իմ Հիսուսից, շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեց երկինքը ժառանգելու 5 րոպե ես Տիրոջը երկնային փառքը տեսա, Տիրոջ փառայողությունը, շքեղությունը, գեղեցկությունը տեսա։ Թող ամեն ոք ճանաչի Հիսուսին, մոտենա, որ երկինքը ժառանգի, փառք Հիսուսից։ Այո, ես համամիտ եմ այդ աջան։ Չէ՞ որ Աստված մեր հայրն է, փառահեղա։ Միայն Հիսուսն է, որ մեզ ամեն ինչից հանում է եւ ամենակարող է։ Այդա Գուրջան, մենք պետք է մեր հարազատներին, մեր բարեկամներին քարոզենք, որպեսզի դարձի կան դեպի Հիսուսը, դեպի Աստված։ Այո, փառք Տիրոջից կապеш, անկալ եմ ասում, որ մենք ճանաչեցինք ու Տերս կտավ մեզ բերեց իր փառահեղության մեջ, լույսի որդի դարձրեց, շնորհակալություն Հիսուսին, ու ես այս անով ուզում եմ կոչ անեմ, շնորհավորեմ Տիրոջի ծնունդը, Սուրբ ծնունդը, թող յուրաքանչյուր մեկը, ամեն մեկը հասկանա, որ Տիրոջ տաղում մեջ ապրել է փառահեղությունը եւ զորությունը եւ կյանքը եւ ավելին է։ Ամեն, ամեն Այդա ջան։ Նաև մի բանի համարել եմ շատ շնորհակալ Աստծուն Այդա ջան։ Ինչի համար քույրս, որ Աստծու մեջ ես գտել եմ քո նման լավ քույրիկ։ Ես էլ քեզ քույրիկս։ Փառք Տիրոջը։ Սիրելիներ ջան, ես էլ 50 եւ ավելի տարիքի կանանց շարքին եմ դասում, բայց ես ապաշխարել եմ երիտասարդ ժամանակ։ Երբ 28 տարեկան էի, կյանքումս մեծ շատ դժվարություններով անցա։ Այդ ժամանակ անօրենը իմ կյանքում բերել էր շատ մեծ դժվարություններ, վախեր, ստրեսներ, դեպրեսիաներ, բայց Տերը իր ողորմությունը չկտրեց ինձանից։ Ինձ հանդիպեց մի շատ սքանչելի քույրիկ, որը ճաշակել էր Տիրոջը, որը հանդիպել էր Աստծուն եւ Աստված իր կյանքում մեծ փոփոխություններ էր արել։ Նա ինձ ասեց. «Քեզ պետք է Հիսուսը։ Դու թույլ տուր, որպեսզի Հիսուսը ծնվի քո կյանքում»։ Գիտեք ինչ էր ինձ մնում անել։ Իհարկե, ես իմ սիրտն էլ բացեցի իմ Տիրոջ առաջին եւ ասեցի. «Սիրելի Աստված, ես քո կարիքը շատ ունեմ»։ Եվ Տերը եկավ իր սիրով եւ ողորմությունով, նա չուշացավ, նա փոխեց իմ կյանքը ամբողջությամբ։ Այդ ամբողջ տրտմությունը, դեպրեսիաները, վախերը հոդս ցնդեցին։ Իմ սիրտը լցրեց ուրախությունով, խաղաղությունով, իր հավիտենական սիրով։ Դեռ այդ ամենը քիչ է, Աստված իմ անունն էլ նաեւ գրեց կյանքի գրքում։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Ես ուզում եմ նաեւ իմ խոսքը ուղղել մեզ դիտողներին։ Սիրելիս, եթե քո կյանքում էլ այդպիսի դժվար ժամանակներ են, դուք էլ վախերի, դեպրեսիաների, չգիտեմ, ընտանեկան հարաբերությունների մեջ ինչ-որ խնդիրներ ունեք, հիվանդություն ունեք, եթե անհույս եք, հավատացեք, այն Աստված, որ արեց իմ կյանքում այդ փոփոխությունը, այդ հրաշքները, կանեն նաև ձեր կյանքում։ Հավատացեք Աստծուն։ Ես կխնդրեի, որ դուք էլ մեզպես գայիք Աստծոտում, Արմավիր քաղաքում, Աստծոտում, կյանքի խոսք եկեղեցի, եւ դուք էլ վայելեք այն քաղցրությունը, սերը, որ մենք վայելել ենք այստեղ։ Հիսուսը սիրում է քեզ, Հիսուսը սպասում է քեզ։ Տերը օրհնի բոլորիդ։ Քանի որ այսօր մեր Տիրոջ ծննդյան օրն է, ես ուզում եմ մի սաղմոս նվիրել մեր Տիրոջը։ 96 սաղմոսը, բացենք բոլորս միասին կարդանք։ Տիրոջը նոր երգ երգեցեք, երգեցեք Տիրոջը ամեն երկիր։ Երգեցեք Տիրոջը, օրհնեցեք նրա անունը, քարոզեցեք օրեցօր նրա փրկությունը, պատմեցեք հեթանոսների մեջ նրա փառքը, ամեն ազգերի մեջ նրա հրաշքները, որովհետև Տերը մեծ է
եւ շատ օրհնված։ Ահա որ է նրա ամեն աստվածների վրա, որտեվ ազգերի բոլոր աստվածները կուրքեր են, բայց Տերն արավ երկինքը։ Փառք եւ մեծություն կա նրա առաջին, զորություն եւ գեղեցկություն նրա սրբության մեջ։ Տվեք Տիրոջը, ով ազգերի ցեղեր, տվեք Տիրոջը փառք եւ զորություն։ Տվեք Տիրոջը նրա ունի փառքը, ընծա բերեք, մտեք նրա սրահները։ Երկրպագություն արեք Տիրոջը, սուրբ զարդարանքով, վախեցեք նրա երեսից, ով ամեն երկիր, ասեցեք հեթանոսների մեջ, Տերն է թագավորը, սրա համար աշխարհը հաստատ է, չի շարժվում։ Նա ժողովուրդները կազատե ուղղությունով, երկինքը թող ուրախ լինի, երկիրը ցնծա, ծովը գորգորա իր լույությունովը, դաշտն ուրախանա եւ ամենը, որ նրանում կա, թող ցնծան անտառի ամեն ծառերը Տիրոջ առաջին, որ նա գալիս է, որ երկիրը դատե, նա աշխարհը կդատե արդարությունով, իր ժողովուրդներին իր ճշմարտությունով, ամեն։ Եկեք բարձր ծափահարենք մեր 50 եւ ավել տարիքի բոլոր քույրերին ու եղբայրներին։ Մի հարց քեզ կարելի է տալուս։ Իհարկե կարելի։ Ինչ կարծիք ես, ինչ կստացվի, եթե միաբանվեն 60 եւ ավելի եւ 40 եւ ավելի տարիքի քույրերը։ Կստացվի միաբանություն։ Ապրես, կստացվի միաբանություն, որի մեջ կա Աստծո զորությունը։ Ամեն։ Այո, միաբանությունը մեր եկեղեցում շատ զորավոր է եւ դրա վառ ապացույցը հետեւյալ տեսանյութն են եւ այս միաբան ծափերը։ Ես Ելենան եմ, Արմավիրի կյանքի խոսք եկեղեցու անդամ, ապաշխարել եմ 60 տարեկանից արդեն բարձր ու գոհանում եմ Աստծուց, որ Աստված եկավ իմ կյանք ու ինչ արեց ընդհանրապես Աստված ինձ համար։ Իմ կյանքը շատ բաներով փոխվել։ Փառք եմ տալիս են ասում, որ ես ինտեգրվեցի մի ընտանիք, որտեղ ունեմ շատ քույրեր, եղբայրներ, հովիվներ, որտեղ ես սնվում եմ Աստծո խոսքով, որը կենդանի է, ու ես ուզում եմ տամ ձեզ այն ասում, որը իրոք կենդանի է, որ իմ կյանքում շատ փոփոխություններ բերեց։ Ամենակարևորը Աստծուն ճանաչելով հասկացա իր մեջ զոհը, ու այդ զոհը, որ ինքը զոհաբերվավ իմ համար, ու գնեց ինձ իրագնով իր որդին կոչվեցի ու փառք եմ տալիս, որ սովորացրեց ներել, սովորացրեց սիրել, սովորացրեց կյանքի նայել իր աչքերով, որովհետև Սուրբ Հոգին իմ մեջ է, ու ես ամբողջությամբ տրվեցի ասում, ու ազատագրվա շատ բաներից, նույնիսկ հիվանդությունից, որ ձեռք էի բերել տարիներ շարունակ, ու ես դրանից լրիվ ազատագրվա, ու փառք Աստծուն, շնորհակալ եմ այդ մեծ եկեղեցու, այդ սիրո ու բոլորի համար, ու օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլորի Սուրբ ծնունդը, որ Քրիստոսը ծնվավ մեր մեջ, ու մենք այսօր ապրում ենք իր մեջ, ու զորանում է իրանով։ Ողջ փառքերը Աստծուն։ Այո, այսօր միաբանության մեջ 60 պլյուս եւ 40 բարձր տարիքի։ Մենք միաբանվում ենք Տիրոջ տան մեջ եւ ասում ենք շնորհավոր բոլորիդ Սուրբ ծնունդը։ Թող Աստված ամեն մեկի կյանքի մեջ այսօր բերի իր լույսը։ Այո, այսօր Քրիստոսը լույս աշխարհ եկավ։ Նրա լույսը լցրեց ամբողջ աշխարհը եւ գոհանում ենք Աստծուց, որ եկեղեցում ունենք նմանատիպ հրաշալի սերունդ, ումից ունենք սովորելու շատ բան։ Ում հետ ունենք Աստծո փառքի մեջ քայլելու շատ ճանապարհներ, փառք Աստծուն ամեն մեկիդ համար։ Եվ քեզ եմ ուզում այսօր ասել, սիրելիս, որ Աստված ամեն ժամանակ եւ ամեն տարիքի մեջ սպասում է քեզ։ Արի Տիրոջ տուն, դարձիր այս մեծ ընտանիքի մի փոքրիկ մասնիկը եւ կտեսնես, թե այս հրաշալի միաբանությունը ինչպիսի սատանայի գործեր է քանդում եւ ինչպիսի հրաշալի Տիրոջ օրհնություններ է տնկում ամեն մեկի կյանքի մեջ։ Սիրելիս, սպասում ենք քեզ սիրով, փառք Աստծուն ամեն մեկիդ համար եւ փառք Աստծուն իմ հրաշալի քուրիկի համար, որ իմ կյանքում կա ու մենք իրար հետ շատ գործեր ենք արել եւ դեռ անելու ենք։ Փառք Աստծուն։ Եկեք շատ բարձր ծափահարենք մեր 60 եւ ավել տարիքի քույրերին եւ եղբայրներին։ Իսկ
խոսքը փոխանցենք մեր շատ սիրելի Աննային։ Շնորհակալություն, Փառք Աստծուն այն հրաշալի սերունդի համար, որ բարձրանում է եկեղեցում։ Շնորհակալություն հայտնեցինք Աստծուն մեր մանուկների համար։ Գոհացանք Աստծուց մեր երիտասարդների ու պատանիների համար։ Գոհացանք նաև այն բոլոր 40 եւ բարձր տարիքի մեր հրաշալի քույրերի ու եղբայրների համար։ Ու ասում ենք բոլոր փառքերը քոնն են, Հիսուս, որ մեր այս հրաշալի ընտանիքը ապրում է Տիրոջ տան մեջ, քո զորությունների ու ծածկոցի տակ եւ զորանում է օրորի։ Բայց եկեք համաձայնենք, որ այս մեր մեծ ընտանիքը շատ կիսատ կլիներ, եթե Աստված 20 եւ ավել տարիներ առաջ չգար մեր հովիվների կյանք, որ նրանք ճանաչեցին Տիրոջը, ընտրեցին Աստծո ճանապարհները եւ Աստված վերցրեց նրանց, մաքրեց, սրբեց եւ մեր եկեղեցում որպես առաջնորդ դրեց։ Նրանցից էլ շատ գոհանում ենք նրանց համար Աստծուց եւ ասում ենք շնորհակալ ենք, որ ձեզ ունենք մեր կյանքում։ Եկեղեցին շատ սիրում, շատ գնահատում է ձեզ եւ շատ շնորհակալ է Աստծուն ձեր համբերատարության համար։ Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ, բայց ես զարմացել եմ Հովիվ Կարինեի համբերատարության վրա։ Հիմնականում մանկավարժներն են համբերատար լինում, բայց ամեն ժամանակ, ամեն հարցով, երբ որ մոտենում ես, թե խորհրդի կարգով, թե ինչ որ զրույց անելու կամ կիսվելու նրա հետ, սիրելիս, նա միշտ մեզ համար ժամանակ ունի։ Թող Աստված օրհնի ձեզ շատ։ Քրիստոսի փառքի մեջ միասին Հովիվներ ջան, գնանք արդարության շավիղներով եւ ամեն ժամանակ ասենք փառք Աստծուն այս հրաշալի մեծ ընտանիքի համար եւ այս հոգեվոր հրաշալի հոր եւ մոր համար, փառք Հիսուսին ձեզ համար։ Եվ նաեւ եկեղեցում մենք գիտենք, ունենք շատ ծառայություններ եւ այդ ծառայությունները ունեն ավակներ։ Եվ եկեղեցու ծառայության ավակները, մաքրության ծառայություն, փառաբանության ծառայության, մեդիա թիմի, կարգ ու կանոնի ծառայության ավակները որոշել են այսօր մեր հովիվներին հանձնել շնորհակալագիր, որը ունի հետևյալ ենթատեքստը։ Տրվում է Արմավիրի կյանքի խոսքի եկեղեցու սիրելի հովիվներին 19 տարվա ընթացքում ցուցաբերած անձնվիրաբար եւ սրտանց ծառայության համար։ Եկեղեցին եւ եկեղեցու ծառայությունների ավակները բարձր են գնահատում ձեր կոչման մեջ հավատարիմ լինելը, Աստծո հանդեպ ունեցած սերը եւ անշահախնդիր նվիրումը։ Շնորհակալ ենք Աստծուն, որ ունենք ձեզ մեր կողքին։ Փառք Տիրոջը։ Եվ այստեղ ավակների ստորագրությունն է։ Հովիվ Կարինե, հիշեցիք։ Մենք Հովիվ Կարին ծածկել էինք ամբողջ ենթատեքստը եւ Հովիվ Կարինը ստորագրում էր այդ փաստաթուղթը։ Ինչեր ասես, որ չեղավ։ Տեսնենք այս շնորհակալագիրը եւ ուզում եմ մեր մեդիա թիմի մեր ավակներից մեկին, այսինքն մեդիա թիմի ավակին Սիմոն եղբորը հրավիրել է ստեղ, որպեսզի նա շնորհակալագիրը հանձնի մեր հովիվներին։ Մի հատ բարձր ծափահարենք, հա։ Տեր օրհնի Հովնիկ։ Այս 19 տարիների մեջ Աստծո խոսք ասում է, ով որ իր անձը կխոնարեսնի, նա կբարձրանա։ Դուք բարձրացրել եք, Տերը ձեզ բարձրացրել, բերել հասցրել է այստեղ։ Եվ մենք միասին պիտի հավիտյանս հավիտենից ծառայենք Տիրոջը, մեր անձերը խոնարեսնելով։ Ամեն։ Այս հրաշալի ծաղկե փունջը մեր Հովիվ Կարինեին։ Մի հատ բարձր, շատ բարձր, սրտան ծափահարենք մեր հովիվներին։ Եվ ասենք շնորհակալություն Հիսուս, ամեն հրաշքիդ համար, եւ շնորհակալություն, որ այսօր ծնվեցիր, եւ խոսքը սիրով հանձնենք մեր հրաշալի հովիվին։ Խնդրեմ Հովիվ ջան։ Աջա։ Տերը ձեզ շատ օրհնի, այդ ծաղիկներն էլ մեր հրաշալի Անային, իրականում բոլորդ եք հրաշալի, եթե հովը հրաշալի է, բոլորը Քրիստոսի մեջ հրաշալի եք, Տերը օրհնի բոլորիդ, իրոք փառք Աստծո ամեն մեկիդ համար։ Մի քանի րոպեով նստեք, շատ լավ կազմակերպված էր Անաջան, գիտեմ որ դու ես շատ ներդրում ունեցել եւ փառք Աստծուն բոլորիդ համար։
փառք ասում, որ բոլորը սրտանց նվիրված ծառայում եք։ Խոսքը ասում է մոտեցիր Աստծուն եւ Աստված կմոտենա քեզ։ Գիտես, հնարավոր է դու հոգևոր լինես եւ չմոտենաս Աստծուն։ Հնարավոր է հոգևոր լինես եւ մարմնավոր մտածելակերպով։ Չէ՞։ Եվ չես մոտենալու Աստծուն, եւ Աստված չի մոտենալու քեզ։ Դրա համար որոշի հավատալ, մոտենալ Աստծուն եւ Հիսուսը քո սրտի մեջ կծնվի։ Եվ Տերը կմոտենա քեզ, եւ դու օրհնված կլնես։ Ուզում եմ խոսք կարդամ Հովհաննես առաջի գլուխ առաջի խոսքից, ես շատ կարճ եմ կարդալու եւ վերջացնենք մեր ծառայությունը։ Սկզբում էր բանը եւ բանը Աստծո մոտ էր։ Այսինքն բանը ռուսերենով նշանակում է սկզբում էր խոսքը եւ խոսքը Աստծո մոտ էր։ Եվ խոսքը Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր եւ ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Դու գիտես, որ դու էլ նրանով եղար։ Այս աշխարհն էլ նրանով եղավ։ Երկինքը, աստղերը, արևն ու լուսինը նրանով եղան։ Դրա համար է խոսքը ասում. նա սկզբում Աստծո մոտ էր եւ ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Նրանով էր կյանքը եւ կյանքը մարդկանց լույսն էր։ Շարունակում եմ 14 խոսքը։ Եվ խոսքը մարմին եղավ, բանը գրված է, եւ բանը մարմին եղավ, եւ բնակվեց մեր մեջ։ Այսինքն խոսքը գնում է Հիսուս Քրիստոսի մասին։ Ով ծնվեց այսօր։ Հիսուսը։ Այսինքն Հիսուսը Աստծո խոսքն էր, նա մարմին եղավ, ծնվեց։ Գիտես, մի բան հիշեցի, երբ որ մի օրինակ կար, այսպես, երբ որ մրջունների այդ շարանը գնում է, տեսել եք շատերը, չէ, մեկը մյուսի հետևից գնում են եւ հնարավոր է սխալ տեղ են գնում, սխալ ճանապարհ, ձեռքը դնում ես, բարձրանում ձեռքիդ վրայով են գնում, կամ թեքվում կողքով են գնում, ու սենց չես կարողանում բացատրես, որ այդ կողմի գնացեք, այս կողմ պիտի գնաք, մտածում եմ այսպես, ասում եմ եւ Տերը ոնց որ եկավ մեր մեջ մրջումների խորհուրդը մենք ենք, մարդիկ, որ ամեն մեկը լույս չունենալով սխալ ճանապարհներով ապրում ու գիտի ճիշտ է։ Եվ Տերը ուզում ասենց ուղի այդ ճանապարհը մարդիկ չեն ուղղվում, գնում են իրանց մտքի աշխարհիկ մտքի ցանկություններով։ Եվ դրա համար Տերը հագավ այդ մրջունի մարմինը, որ գա մրջունների մեջ, կամ իմաստը սա է, հագավ մարդկային մարմինը, որ գա մարդկանց մեջ, մարդկանց հետ մարդկանց լեզվով խոսի, հասկացնի, մարդկանց մեղքերը քավի, որ երկինք տանի։ Ամեն։ Ով այն շոր բան առնում։ Տերը դրա համար ծնվեց, որ մեր հետ մեր լեզվով խոսի, մեր հետ խոսի։ Եվ իրեն զոհաբերի, են էլ խաչի զոհաբերությամբ, որ մենք հասկանանք, հավատանք, մոտենանք Քրիստոսին եւ որպեսզի փրկվենք։ Որ կյանքը չլինես 80-ից 90 տարի, որովհետեւ այնքան արագ է թռնում։ Մի 2 օր առաջ իմ տղայիս Հարսիս հետ Վրաստանում ենք, ման են գալի, վայելում ենք մեքենայով, սենց խոսում ենք, տեսնում եմ եւ տղաս եւ Հարսս ուրախանում են իրանց երեխաներով, ցնծում են, գրկում, սիրում, սենց կողքից նայում եմ, զգում եմ ցնծում են։ Դա ասո ստեղծագործությունն է։ Հիշեցի մեզ, ինձ ու Կարինեին, ոնց ենք մենք իրենց գրկում, սիրում, ցնծում։ Հետո նայեցի թռավ 30 տարի։ Ունենց թռավ, մենք ապշած ենք հիմա։ Նայում եմ իմ տղան է իր երեխաների հետ տենց։ Ու ասեցի, լսեք, վայելեք կյանքը հիմա, քանի դեռ այսպես անցնում է։ Որովհետև հեսա աշկ գոցել բանելու պես դու տեսնելու եք ձեր երեխաները ձեր տարիքում։ Կյանքը մոտենում է ավարտին։ Ամեն։ Ով որ ծնվել է, ով ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Քրիստոսը դրա համար է եկել, որ ծնվի մեր սրտերում, որ մեզ տանի հավիտենական կյանք։ Այս կյանքը փառք Տիրոջը Տերը լավ է ստեղծել, գեղեցիկ է, բարի է, երբ որ ասու խոսքի մեջ ենք։ Բայց ավարտ ունի։ Քրիստոսը ծնվել է, որ միանանք Քրիստոսին եւ գնանք հավիտենականություն։ Ով է ուզում։ Դե ուրեմն մոտեցի Քրիստոսին։ Ապրի Քրիստոսով։
Ամեն ինչ շատ լավ է այստեղ, բարի է, երբ որ Աստծո խոսքով է, բայց ավարտ ունի այս աշխարհում։ Տերը ուզում է քեզ հավիտենականություն տանի։ Եվ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ։ Քրիստոսը ծնվեց եւ բնակվեց մեր մեջ։ Նրա փառքը տեսանք ինչպես հորից եղած միածինի փառք, շնորհքով եւ ճշմարտությունով լիքը։ Ամեն, տեսել է, Հովհաննեսն է գրում, որ տեսանք նրա փառքը։ Փառք Տիրոջը, 12 խոսքն եմ կարդում, բայց որոնք նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում էին։ Այսինքն Քրիստոսը ծնվեց, բայց մենք գիտենք, որ շատերը չեն հավատում, այսօր բոլորը իրար շնորհավորում են, գրում են, բայց չեն հավատում։ Հավատացողը ովքեր են հավատում, նրանք, որ ապրում են խոսքով, կատարում են կամքը Աստծո։ Նա է ինձ հավատացողը, Հովհաննես 14:21 խոսք։ Եվ ինձ հավատացողին կսիրեմ, եւ Հայրը կսիրի, եւ կգանք նրա մոտ, եւ կբնակվենք նրա հետ։ Հավատացողը նա է, ով որ ապրում է Աստծո խոսքով։ Դրա համար խոսքը 12-ում ասում է, բայց որոնք որ հավատացին, այստեղ գրված է ընդունեցին, բայց իմաստը որոնք որ հավատացին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու։ Հիմա դուք Աստծո որդիներ եք, եթե հավատում եք Քրիստոսին։ Գիտես, Քրիստոսը վերևից եկավ, հագավ մարդու մարմինը, դարձավ մարդու որդի, որպեսզի մարդու որդուն դարձնի Աստծո որդի։ Ամեն։ Նա եկավ մեզ միացնելու Աստծուն։ Դրա համար հավատանք, ապրենք Աստծո խոսքով եւ մենք արդեն կոչում ենք, որդե գրված ենք Աստծո վրա։ Մենք կոչում ենք Աստծո որդիներ։ Գործք առաքելոց 4:12 խոսքը։ Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել։ Ամեն։ Այսինքն ես չգիտեմ, այս աշխարհի վրա քանի հազար կրոններ կա, բայց մի անուն կա, Հիսուս անունը գրված է, այս երկրի վրա, այս արևի տակ, չկա մի անուն, որ քեզ փրկի։ Գրված է Աստծո խոսքում, դա միայն Հիսուս անունն է։ Ամեն, որ մենք հավատում ենք, որ մենք փրկված ենք, ով է վախենում ապագայից։ Գիտեք, հոգին ինձ բացեց, որ մարդիկ կան այստեղ, որ վախենում են իրենց ապագայից։ Այսինքն, որ ապագան խառնված է լինելու, վատ է լինելու։ Գիտես, եթե հավատաս Քրիստոսին, Տերը քո եւ ներկայում է, եւ քո ապագայի մեջ է։ Արդեն նա ապագայի մեջ է։ Քո ներկան եւ ապագան հանձնի Տիրոջը։ Եվ Տերը քեզ կօրհնի։ Եվ վերջի համարն եմ ուզում կարդամ Առաջի Տիմոթեոս 3:16 խոսքը։ Եվ հայտնապես մեծ է Աստվածապաշտության խորհուրդը։ Աստված հայտնվեցավ մարմնում։ Ով? Քրիստոսի մասին, այսինքն Հիսուս Քրիստոսը նա Աստված էր, որ հայտնվեց մարմնում։ Մի քիչ առաջ կարդացի։ Խոսքը մարմին դառավ։ Եսայան գրում է 9:6 խոսքում մեզ մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ։ Քրիստոսից մոտավորապես 600 տարի առաջ մարգարեացել է, Քրիստոսի ծնունդից 600 տարի առաջ։ Եվ հիմա խոսքը ասում է Տիմոթեոսին, Պողոս առաքյալը, եւ հայտնապես մեծ է Աստվածապաշտության խորհուրդը։ Աստված հայտնվեցավ մարմնում։ Հիսուս Քրիստոսը ծնվեց, արդարացավ հոգով, երևացավ հրեշտակներին, քարոզվեցավ հեթանոսներին, հավատացվեցավ աշխարհքում եւ վերացավ փառքով։ Ամեն։ Փառք մեր Հիսուսին, եկեք ծափարենք Տիրոջը։ Փառք ես, Տեր, շնորհակալ ենք։ Ուրեմն Տերը հայտնվեց մարմնում, ոնց գրված է, եւ 4 քայլ ուներ Քրիստոսի ծնունդը խորհուրդը, ծնվեց Տերը, մահացավ երկրորդ քայլը, որ մեզ փրկի,
Երրորդ քայլը նա հարություն առավ մեռելներից եւ չորրորդը նա գնաց երկինք, համբարձվեց երկինք։ Եվ նույն քայլերով Տերը ինձ եւ քեզ տանելու, եթե պահենք մեր հավատքը։ Այս աշխարհը ամեն բան անում է, որ դու չպահես հավատքը։ Բայց դու ամեն բան պետք է անես, որ հավատքի մեջ ապրես։ Աշխարհը ամեն ինչ անում է, որ մտքերդ պղտորի։ Աշխարհի խորհուրդը դա սատանան է։ Իսկ Աստված ասում է նորոգի միտքդ։ Աստված կենթանի է։ Ինչքան էլ քեզ թվում է, թե Աստված չկա, միևնույն է, Աստված կենթանի է։ Փառք մեր Հիսուսին, եկեք նորից երկրպագենք, փառաբանենք, վերջում կաղոթենք այս երգից հետո, սիրտդ բաց Աստծո առաջ եւ թող Աստծո հոգին քեզ լցնի։ Տերը օրհնի ձեզ։ Հալելույա, Տեր, մենք շնորհակալություն ենք հայտնում քեզ, որ դու ծնվել ես, Տեր։ Խոնարհվում ենք քո առաջ եւ ասում ենք փառք, պատիվ ու գոհություն քեզ։ Փառավորում ենք քո սուրբ անունը, Տեր, որ դու ծնվել ես նաեւ մեր սրտերի մեջ, որ դու քեզ հայտնել ես մեզ, որ մենք այսօր իրականում հավատում ենք, սիրում ենք քեզ եւ հույս ունենք քեզանով։ Փառք ու պատիվ քեզ, օրհնի քո ժողովուրդը, Տեր։ Փառավոր Աստված, ես աղոթում եմ, որ հենց հիմա քո սուրբ արյունը սրսկես քո ժողովրդի վրա, նրանց շնչի, մարմնի եւ հոգու վրա, եւ այսօր նորից սրբես, նրանց շունչը, մարմինն ու հոգին պահես ու պաշտպանես, Տեր ջան։ Աղոթում եմ, Տեր, որ քո
հրեշտակները լինեն քո ժողովրդի կողքին, որպեսզի նրանց պահեն ամեն չարից, խավարից ու հակառակություններից։ Աղոթում ենք Տեր, որ այսօր օրհնես քո ժողովրդի կյանքը։ Իրականում մենք ասում ենք նորից փառք ու պատիվ քեզ 2025 թվի եւ ընդհանրապես մեր անցյալի համար շնորհակալ ենք նաեւ փառք ու պատիվ քեզ 2026 թվականի համար, որովհետեւ մենք հավատում ենք, որ այս թվականը օրհնությունը քեզանից մենք հռչակում ենք, որ 2026 թվականը դա զարթունքի տարի է, դա օրհնության տարի է, դա առատության տարի է, դա հաջողության տարի է, 2026 թվականը նաև եկեղեցու աճի տարի է, Հիսուս Քրիստոսի անով մենք հռչակում ենք։ Փառավորում ենք քեզ Տեր, օրհնյալ լինես, որ օրհնյալ ես հավիտյանս հավիտենից։ Ամեն, փառք Հիսուսին։